Խնդիր չի, խնդիրները արդեն։ Այս վիճակում չի լինում, էլի, նախընտրական այս ընտրությունների մոտիկա հույս տալով մեզ, բանանելով, այսօր եկուց, հիմա բանի մեր այդ թղթերով զբաղվող քաղաքապետարանում իջել են, ասում են կարում եք վաճառը գնացեք կամ սպասեք փոխհատուցում ձեզի մի 15-20 հազար շեշտում ա նույնիսկ։ Ոչ մի անգամ, եթե վաճառ լինեի կամ ինչ-որ վրան գումար դնել լինեի, ես հիմա վաղուց ինձի բնակարանով ապահովել էի ես։ Ես ապրելու գումար ունեմ։ Ես ինքս երկրորդ խմբի հաշվանդամ եմ, ասենք պետությունը, ես իմ հաշվանդամ կարգով ապրում եմ։ Ոչ սոված եմ, կոպիտ ասած, ոչ էլ մերկ եմ, բայց բնակարան առնելու համար չունեմ գումար։ Իրանց ասած, որ վրան ավելացրա գնա գումարով։ Հիմա այս հարցը սենց ա լուծվելու։ Պարոն Ավինյանին մենք շատ խիստ ենք մոտիկանալու ու իր ասած տարուկես եւ այս 3 տարին անցնել է ավական մունիստի վաղտ ասում է, որ ինչ որ բան է, մի ամսվա մեջ փոխհատուցում արեք, բան, այսօր իշտ մեն փոխհատուցումը կոպեկներ, ձեռեն առնում մեզ, ունենք ընտրե, հա, Տիգրանին, իրան, բայց այսօրվա դրությամբ ինքը մեզ չի իշտում բարի հաճի, բան խոսա կամ ինչ-որ մի հատ մեր բաներին զանգերից պատասխանի կամ ժողովրդի բնակիչների հետ հանդիպի, էսի չէ այսի, էսի ուղարկի բան չի, կոպիտ ասած։ Հա, էլի խնդիր չկա, էլի ընտրենք իրան, էլի քաղաքացիական պայմանագրին ընտրենք, էլի պարոն Ավինյանը թող մնա մեր քաղաքապետը, բայց ինքը մի այսքան նշոր անգամ չի ուզում մեր թղթերով, մեր գործերով զբաղվի։ Այսօր ես վիրահատության մեկ ամիս առաջ եմ վիրահատվել, այսօր բնակիչներիս հետ եմ, ինչքան էլ ցավամ, ինչքան էլ հիվանդ եմ, մեզ հարցը այնց է, որ անկողնուցել է, եկել եմ ստեղ եմ հասել։ Լրիվ ահավոր վիճակա շենքը ջրի մեջ ճպճպում է, կոյուղի գոյություն չունի, հասկացողություն, հոտը մեջը գարշա, հոտը մեջը պատեր իրարից հեռացած, լրիվ 4-րդ չէ, դա 6-րդ կարգի վթարային է։ Սենց չի լինի, մենք շատ խիստ ենք մոտիկանում, իրանք ուզում են մեզանից ինչ-որ մեկը մի բան անի, ձերբակալ են կամ ինչ-որ կոպիտ ասած ձեռնամարտի մեր հետ լինի, մեզանից մեկը ներվերից թույլ լինի, մի բառ խոսա, մի բան անի, ինչ-որ սարքեն ակցիա, կռիվ, գալմաղալ ու ինչ-որ տենց մեզի ցրեն, ոչ մի բան էլ չեն կարելու անեն, ասեմ, ոչ մի բան էլ չեն կարելու անեն, մեր հարցը ասում է 14 քառակուսի տուն ես տալի, քեզի 35 քառակուսի տամ, աննասում կոպիտ ասած, ոչխար։ Իշխանությունը տենց չի ասում, 14 քառակուսին վեկալում է, 14 քառակուսի շինարարություն չի անում, անում ամենապակասը 28-ից 32 քառակուսի մեքսենյակ, վերջ, մեքսենյակին մեքսենյակա բավարարում, հիմա կլինի 28 քառակուսի, թե 30 մեքսենյակն է, անասունի պես հերիք է արդեն է ժողովրդին, հերիք է, իրոքից հերիք է, մենք դարել ենք ստե ձերքի խաղալիք, թե ես իմ չգիտեմ ինչի խաղալիք, ես ինքս հիվանդ երկրորդ խմբի հաշվանդամ ծանր 4 անձով ապրում ենք 14 քառակուսու մեջ, այս որ թիվն է, սանհանգույցը ընդհանուր, ջուրը ընդհանուր, տոալետ զուգարանը սաղ ընդհանուր, հերթի տակ սպասելով, էսի 21-րդ դարում Ավինյանն էլ եկավ տեսա, որ ինչ վիճակի մեջ ենք, ժողովուրդ ջան, տարուկեսում հարցը կլուծեմ, անցավ տարուկեսը 3 տարի դարավ, 4 տարի դարավ, հիմա փոխհատուցում, ընտրություններա փոխհատուցում, մեզ ինչ բան է, իրոք էլի ֆրիկներա, սենց չի կարելի, այս հարցը հրատապ, շատ հրատապ, հերիքա, դրեք Ավինյանի սեղանին, օրակարգով տով նայի, գա տենա ինչը ոնց է, այսքան սնկի պես շենքերա սարքե, կառուցապատողից վերցնի, այն գումարը, որ պետք է ասում է փոխհատուցում, թող տա կառուցապատողին, մենք ենթանք նստենք ընդե, վերջ, ունի 14 քառակուսի ախպեր ջան, համաձայն եմ այդ շենքի մեջ, 14 քառակուսի տվողին թող 14 տա։ Քաղաքացիներն նշեցին, որ վաղը եւս գալու եք, հա, ինչ է։ Թող վաղն էլ են գալու, թող մուսորն են գալու, հələ ընտրությունները չի կայանալու, հələ դրա շատ հարցեր կա։ Ընտրություններին ոչ թե խոչընդոտ, այլ մեր հարցն է, հենց առաջինը բարձրանալու։ Իրանք լավ գիտեն, այս ոսկորը մնացել է այնտեղ սեղանի վրա, չեն կարում այդ ոսկորը մարսեն։ Չի կարելի, չէ, հերիքա բոլա արդեն։ Լրիվ հերիքա։ Մեզ անիմաստ խոսքեր, անիմաստ հույսեր, փայփայումներ,
Սուտ խոստումներ, սկսած պարոն Ավինյանից, սկսած կառավարությունից, քաղաքապետարանից, ով իշտում է սուտ խոստում, սուտ լրատվական բան, սուտ բաներ, հերիքա։ Հիշեցնում եք իրենց այդ ժամկետները, օրինակ, երբ որ ընտրության ժամանակ եկել են դուք։ Այո, հիշեցնում ենք, ու էլի նորից նույն բնակիչները դոմփում են, տեղում մնում են այդ նեխած շենքի մեջ։ Հիշեցնում ենք, ընտրություններին սենց է եղել, հիմա եւս ընտրություններ է, վարչապետի ընտրություններ է։ Վարչապետը եթե չմնաց մեր Նիկոլ Փաշինյանը, իրանք հետս եթե հերթական սենց թփթփալով սա գնալու են։ Իրանք չեն մտածում ինչի մասին ալնելու։ Հերիքա արդեն խափեն էլի։ Ումը խափում են, թող խափեն բիզնեսմեններին, կառուցապատողներին, այս խեղճուկ շենքերի երկու բնակիչների շենքի բնակիչներին հաստատ պետք է չխափեն։ Հաստատ էլի։ Ասում է 14 քառակուսի եք տալի, 14 քառակուսի մենք չունենք։ Ձեզ փող տանք։ Մեզ փող պետք չի, ընկեր ջան։ Բնակարան ես վերցնում սեփականաշնորհված։ Իմն է, դա իմ սեփականությունն է, վտարային։ Շենք ես վերցնում բնակարան, դու պետք է բնակարան տաս։ Ինձ գումարը պետք չի, փոխհատուցման ծրագիր, պարոն Ավինյան։ Էլի եմ կրկնում, երկրորդ խմբի հաշվանդամով ոչ սոված եմ, ոչ մերկ եմ։ Գլխիս կռիչ ունեմ, սեղանիս վրա հաց ունեմ։ Եթե հարցը ինչպես դուք եք նշում, այդպես արագ կերպով լուծում չստանա, ձեր հետագա գործողությունները որոնք։ Մեր հետագա գործողությունները լինելու անընդհատ հետսեթե անընդհատ իրանց հետ ոնց որ ասած բանավոր կոնֆլիկտներ ու հետսեթե գնալով գլոբալ ավելի մեծանալու այս խնդիրը ու ավելի միացյալ մեզ միանալու են ուժեր, որ հետո հաստատ ընտրություններին թե իրանց համարավատ լինելու, թե մեր համարավատ լինելու։ Երկու կողմանին էս չի, մենք շահելու ենք։ Կարող է իրանցից հետո գա մի հատ ավելի դժբախտ կուսակցություն, իշխանություն, ղեկավարություն, վարչապետ, քաղաքապետ, ազգային ժողովի նախագահ, կարող է ավելի վատը գա։ Ես չեմ մտածում իրան գնան ավելի լավն է գալու։ Ես լավ իրանց մեջ տեսել եմ։ Ես ինքս թոշակառու եմ, իմ թոշակը 15000 դրամով բարձրացրեց, ես գոհ եմ։ Կա լավ դրական բաներ ունի մեր իշխանությունը, անում է։ Մի փոքր սա է մնացել, սա էլ որ անի, մի փոքր։ Այս հարցը լուծվում է, Վարդաշենի երկու շենքի հարցը լուծվում է ու վсё։ Իրանց նման զոլոտ, իրանց նման սվիտոյ մարդիկ չկան։ Իրանց նման լավ աշխատող իշխանություն չկա, բայց թող մարդ չուղարկեն իրանց ցածրներից, որ ձեզի սենց, ձեզի նենց, գլխներից տակ բարձ են դնում, իրանք էլ կաբինետներ են նստած։ Խնդրում եմ ուղղակի, մեզանից մի 5 հոգի է, 4 հոգի է, գան նստեն իրական դեմ առ դեմ, տետատետ խոսան, հասկանանք մի շաբաթում են տալի, մի ամսում են տալի, ինչ են անում։ Ոչ թե իշտեն 1000 անգամ էլի լակոտավարի մեզի բաներ ասեն, մեզ էդի հետաքրքիր չի։ Էլի մենք նստելու ենք նույն տեղը դոմփենք, նույն տեղը մնանք, չգիտեմ ես ինչ ալնելու, սրա վերջը։ Մենք ուզում ենք, որ մեզ վերաբնակեցնեն, մեզ փոխհատուցում, գումարը քիչ է, մեկինը մի սենյակա, մեկին 2 սենյակա, մեկինը 4 սենյակա, մեզ ես այդ ծրագիրը մեզ պետք չի, բացարձակ մեզ պետք չի, մեզ պետք է որ ընդհանուր բոլորին վերաբնակեցնեն, կառուցապատողի հետ խոսան, եթե չի կարողանում կառուցապատողի հետ խոսա, երկրորդական շուկա գոյություն ունի, երկրորդական շուկայում հաշվի համարներով բնակարանների վրա գումարը նստացնում է, բանկում հաշվի համար է բացում, տվյալ բնակարանի վրա մեկ սենյակի գումարի չափը այդ կան, գումար թող մեզ չտա, մեզ թող երկրորդական շուկայում բնակարան ճարի։ Ասենք մեկին 3-րդ մաս, մեկին Էրեբունի, մեկին 15 կվարտալ, այս տիպի ինքը գումարի մեջ ինքը տեղավորվի, որ ասի այս 4 ընտանիքը գնացին Էրեբունի զանգվածում, 4 ընտանիք գնացին, ասենք ստե, մի 5 ընտանիք ընդեղ, մի 10 ընտանիք ընդեղ, պարզա, երկրորդական շուկայից գոնե գնում անի, բայց ինքը դա էլ չի ուզում անի, ոչ մի բան, սուտ խոստումներ, ստից բաներ, թեմաներ, մեզ էդի հետաքրքիր չի,